Քաղաքագիտության մեջ ասում են, հաջորդ ընտրությունների քարոզարշավը սկսվում է ներկա ընտրությունների ավարտի հաջորդ օրը։ Այս ընտրապայքարը բացառություն չէ, Գյումրիում քարոզարշավը անհամեմատ ավելի շուտ էր սկսվել։ Արդյոք այս մրցակցությունը հիմնականում գաղափարական պայքար է, թե այն վերածվել է սադրանքների ու մանիպուլյացիաների։ Ադելության խոսքը, ընդ որում այս դեպքում ադելության խոսքը աննախադեպ չափերի է, ծրագրային փաստաթղթերից սկսած մինչև հանրահավաքային խոսքը, անհանդուրժողականություն, ինչը նորմալ չէ։ Դա եղել է անբաժան ուղեկիցը մեր տեղական ինքնակառավարման ընտրությունների եւ ընդհանրապես մարդկանց թիրախավորելը, գաղափարները թիրախավորելու փոխարեն ցույց է տալիս, որ մենք ընդհանրապես քաղաքական պայքար դեռևս լիարժեքորեն չենք տեսել։ Տեխնացուները միմյանց քննադատելիս կոշտ են, երբեմն էլ վիրավորանքները գեղեցիկ բառերով են, ասում է իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը, ինչը իհարկե իր բացասական ազդեցությունը կունենա գյումրեցիների ընտրությունների մասնակցելու ցանկության վրա։ Եվ վիրավորական խոսքերը անպայմանորեն չի ենթադրում, որ խոսքը պիտի լինի հայոյախառն կամ թույլատրելի բառապաշարից դուրս, խոսքը կարող է շատ գեղեցիկ տեսք ունենալ եւ այնուամենայնիվ լինի անձը վիրավորող կամ հերյուրանք, որի համար պարտադիր չէ, որ դա լինի, ասենք, հայախառն խոսքը։ Եթե ատելության խոսքը շատ եղավ, պարզ է, որ սովորական շարքային քաղաքացին, պոտենցիալ ընտրողը կարող է նաև չուզենալ գնալ, մասնագիծը չդառնալ այդ երևույթին, որը այնքան էլ իր սրտով չէ։ Սեյրան Մարտիրոսյանը ընտրողի իրավունքների խախտում է համարում նաև վարչական ռեսուրսների չարաշահումը, իսկ արդեն մանիպուլյատիվ բնույթ են կրում այն սոցիալական հարցումները, որոնք այս ընթացքում տեղ են գտել համացանցում ու բխում են այս կամ այն ուժի շահերից։ Իրավական, հիմք ունեցող սոցիոլոգիական հարցումը ենթադրում է անպայմանորեն նշել, թե որ կառույցն է իրագործել, երբ է իրագործել, քանի հոգու շրջանակներում, ընդրանքը ինչպես է կատարել եւ բազմաթիվ ուրիշ տվյալներ, ոչ մի այդպիսի տվյալներ չեն տրվում եւ այնտեղ կրակում են տարբեր թվեր, ինչը նույնպես խախտման մյուս տեսակն է, այսինքն մանիպուլյացիաները, որոնք կան, դա անհարգալից վերաբերմունք է ընտրողի նկատմամբ։ Ընտրությունների իրական պատկերը դրանք չեն կարող արտացոլել համացանցից դուրս եւս պատկերը հեղեղուկ է, երբ քարոզարշավի օրերին նույն անհատը սատարում է միանգամից մի քանի տեխնացուների։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանի եւ Սուրեն Սուրենյանցի կողմից հրատապհրավիրած ասուլիսի հիմնական պատճառն այն էր, որ Գյումրու ավագանու ընտրություններում պայքարող մեկ այլ քաղաքական ուժը ներկայացնող տեխնացուի կողմից հնչել է տեղեկություն այն մասին, թե իբր ընտրապայքարում գտնվող ավագանու ցուցակներից մեկի առաջին համարն ունի Թուրքիայի քաղաքացիություն։ Հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության, որի պատասխանը մինչև այսօր իրիկուն է, ինքը պետք է տա, այսինքն մինչև այսօր իրիկուն ինքը պետք է պարզաբանե եւ ապացուցե ես դիմել եմ քաղաքացիության։ Եթե չապացուցես, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսացող մարդ է։ Ղարաղազարյանը պարզաբանում է, մեծ հնչեղություն հանած թուղթը ոչ այլ ինչ է, քան ելքումուտքի ժամանակավոր փաստաթուղթ։ Ունեցել եմ ոչ թե ես վիտնաշիցս ոդտեղ մնալու, թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիրը մտնիմ, դուրս կամ իմ կողմնորությունս ծավալել։ Քանի որ Հայաստանի քաղաքացին այդ երկրում մնալու համար ինքը մեկ ամիս ժամանակ ունի։ Մեկ ամիս լրանալուց հետո ինքը պետք է լքե այդ երկիրը։ 3 անգամ նույն բանը կատարվելուց հետո ինքը կմնա, այսինքն իրանց երկրի օրենքով դուրս չի կրնա ինքը եւս 3 կամ 6 ամիս այդ երկիրը մտնել։ Քանի որ իմ գործերս կապված է այդ երկրի հետ ու մյուս կողքի երկրների հետ, ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ես ընդեղից Ռուսաստանի եւ մյուս երկրների հետ կարգոներով եմ զբաղվում։ Ժամանակ է եղել, որ ես այնտեղ 2 ամիս մնացել եմ, 3 ամիս մնացել եմ իմ գործերից հետ կապված։ Տեխնացուն ընդգծում է այդ փաստաթուղթն իրեն իրավունք չի տալիս ոչ տվյալ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու, ոչ էլ այնտեղ աշխատանք ունենալու առումով։ Այդ թուղթը հիմք չէ եւ չի դուրադրվում նման երկրի օրենքով, ես դիմեմ քաղաքացիության։ Այդ քաղաքացիության թուղթ դիմելու համար
Դա աշխատանքային իրավունքին է վերաբերում, որը ես ընդհանրապես չեմ ունեցել։ Աշխատանքային իրավունք ունի այն մարդը, ով օրինական այնտեղ կաշխատի կամ օրինական այնտեղ բիզնես ունի ու 5 թե 7 տարի նույն թուղթը պետք է ունենա, որպեսզի հնարավորություն տան ինքը դիմել քաղաքացիության։ Արտյոմ Ղարաղազարյանը հորդորում է տարբեր ուժեր ներկայացնող տեխնացուներին ընտրապայքարում զերծ մնալ մեկը մյուսի մասին չճշտված տեղեկություններ տարածելուց, ավելին նշում է, քարոզարշավն իրականացնել հասուն մարդկանց նման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ոլորտի ռազմավարական ուղղություններն ու դրանց իրականացման համար նախատեսված միջոցառումները։ Վարչապետը նշել է, որ ռազմավարությունների քննարկման արդյունքներով շատ կարևոր է արձանագրել առաջընթացը եւ այս առումով արձանագրել որոշակի կետերով իրականացված միջոցառումների արդյունքները, որոնք են կառուցապատման թույլտվության թվայնացումը, դրա հետագծելիությունը, միկրոռեգիոնալ փաստաթղթերի կազմումը եւ այլն։ Ես ճիշտ հասկացա, որ շինթույլտվությունների թվայնացման փուլը ավարտել ենք, այլևս թղթով շինթույլտվություն հանրապետությունում չկա։ Այո, պարոն վարչապետ, ամբողջությամբ ավարտել ենք ամբողջ հանրապետության տարածքում 25 թվականի հունվարի 1-ից, այլևս որևէ ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինթույլտվություն, ավարտական ակտ, շահագործման ակտ չի տրվում թղթային եղանակով։ Իսկ մենք այն ժամանակ, երբ որ թվայնացումը պլանավորում ենք, մենք խոսում ենք նաև, որ այդ թվայնացման process-ի հետագծելիությունն էլ պետք է ապահովենք, որպեսզի հնարավոր լինի եւ հետ գնալ եւ տեսնել, թե որ պաշտոնյան, որ օղակում օրենքով ինչ ժամկետ է սահմանված, այդ ժամկետը պահպանված է, պահպանված չի, այսինքն հիմա մեր համակարգը այդ ամբողջ հնարավորությունը տալիս է։ Ամբողջ հնարավորությունը, ամբողջ հետագծելիությունը երևում է, որտեղ գնաց, երբ պատասխանվեց, ամբողջ լրակազմը փաստաթղթերի ներկայացման ամբողջական էր, ամբողջական չէր, քանի օր հետո պատասխանվեց, դրական պատասխանվեց, ավելին կարող ենք վիճակագրություն հանել։ Այսինքն ներողություն եմ խնդրում, այդտեղ մենք նաև քաղաքացիների հնարավոր վիճարկման հնարավորություններն ենք մի կողմից լայնացրել ենք, մյուս կողմից էլ նեղացրել ենք, այսինքն եթե օբյեկտիվ վիճարկման տեղ կա, շատ արագ լուծում կստանա, եթե օբյեկտիվ վիճարկման տեղ չկա, ավելորդ ժամանակ ոչ ինքը, ոչ մյուս մարմինները չեն կորցնի, այսինքն ճիշտ եմ հասկանում, որ այս ամեն ինչը նախնական մտահղացումը իրականացված։ Այո, ամբողջությամբ իրականացրել ենք, վերլուծություն անելու բազմաթիվ այտենց ֆիլտրեր ունենք, հնարավորություններ ունենք, օրինակ առանց որևէ գերատեսչության կամ բանի, կարող ենք ասել, օրինակ, հեծը կամ չգիտեմ, վիոլյան, քանիսից քանիսին է բացական պատասխան տվել, քանի օրում է պատասխանել, ու սենց բոլոր ներգրաված բոլոր մասնակիցների համար այդ վերլուծությունը կարող ենք անել։ Մեծ տվյալի գեներացիա ունենք, այսինքն այդ մեր համակարգը մեզ թույլ տալիս է ցանկացած պահի նայել, թե ինչքան շինթույլտվության հայտ կա, եւ ամեն ամիս մենք նայենք ինչքան ավարտական ակտ կա, այսինքն այդ մեծ տվյալների հետ մենք հասանելիություն ունենք ցանկացած պահի։ Այո, ցանկացած պահի տվյալ պահի դրությամբ ունենում ենք այդ հասանելիությունը, ավելին ասեմ, ՊԵԿ-ի գործընկերների հետ հիմա աշխատում ենք, որ ինտեգրենք իրենց հասանելիություն տանք այս համակարգին, որ իրենք բյուջեն պլանավորելուց կամ մուտքերը պլանավորելուց տեսնեն ինչ շինարարություն ունենք, երբ է ավարտվելու, երբ ավարտական ակտը ստացավ, այս նաև ՊԵԿ-ի գործընկերների համար է շատ կարևոր, որպեսզի իրենք պլանավորեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, եւ դրա կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ կողմերը կարողացել են ձևավորել փոխադարձ վստահություն։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք
եւ երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար։ Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջև տնտեսության, այդ թվում ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ երկու ստեկ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը։ Միաժամանակ Իրանի արտգործնախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարությունից։ Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել մարտի 24-ին երկու երկրների արտգործնախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ, նախաձեռնությունը օմբուդսմեն Անահիտ Մանասյանինն էր։ Առանցքում հանրային աղմուկն է որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ։ Աղմուկը պարզապես տհաճ ձայն չէ, այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունների համաձայն ճանապարհային ակտիվ երթևեկություն ունեցող քաղաքների բնակիչները 25%-ով ավելի հաճախ են դեպրեսիա ունենում։ Միջազգային օրացույցում ապրիլի 25-ը ամրագրվել է որպես աղմուկի դեմ պայքարի օր։ Յուրաքանչյուր երկիր իր հերթին ձեռնարկում է հնարավոր միջոցներ հանրային աղմուկը նվազեցնելու եւ կառավարելի դարձնելու համար։ Հայաստանը եւս բացառություն չէ։ Խորհրդարանը գործող կարգավորումների կողքին առաջարկում է օրենսդրական նոր լուծումներ։ Աղմուկի դեմ պայքարում համակողմանի լուծումներ ունենալու համար հանձնաժողովը լսումներին հրավիրել է պետական գերատեսչությունների ու քաղաքասարակության ներկայացուցիչների։ Հանրային աղմուկին առնչվող բողոքները տարաբնույթ են Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, հատկապես մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի եւ ժամանցի կետերից, հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտություն, աղմուկ ուղեկցող շինարարական աշխատանքներ, տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող աղմուկ, ընդհանրապես համակեցության կանոնների խախտման բազմաթիվ դրսևորումներ։ Եվ ստեղ մի հարց է առաջանում, արդյոք մենք կարևորում ենք հանրության իրավունքը եւ առողջությունը, թե ավելի շատ կարևորում ենք անհատի զվարճանալու կամ իր կոնկրետ ինչ-որ մի գործը անելու իրավունքը։ Այստեղ այլ կարծիք չկա, նշում է падգամավորն ու հավելում, աղմուկի տարաբնույթ դրսևորումները խախտում են քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Ըստ էության ձայնը, որպես արտաքին ազդեցության գործոն, ազդում է մեր բոլորի օրգանիզմի վրա։ Եվ եթե ձայնը գերազանցում է գիտության կողմից որոշված այդ նորմերը, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա։ Այսօր մեր երկրի խորհրդանում ակտիվ քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որի հեղինակներն են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, падգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Սերգեյ Բագրատյանը։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաների լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը խախտում է հասարակական անդորրը, հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշանային արձագանքելն ու երթևեկելը, փոփոխություններով նախատեսվում է, որ նման դեպքերն ունեն ավելի խիստ օրենսդրական արձագանք։ Աղմուկի սահմանված մակարդակը գերազանցելու դեպքում մի շարք իրավակարգավորումներ են նախատեսված նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով։ Լսումների նպատակն է նաև համատեղ դիտարկել կա արդյոք լրացուցիչ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Եթե կա այդ անհրաժեշտությունը, ապա նաև առաջարկի համար բաց ենք միասին նաև քննարկելու, լրացնելու այդ նախաձեռնությունը, որպեսզի մենք այս խնդիրը կարողանանք շատ ավելի հիմնավոր կարգավորել։
Աղմուկի դեմ պայքարում անհրաժեշտ է համալիր կոշտ մոտեցում, խորհրդարանական ամբիոնից հայտարարեց մարդու իրավունքների պաշտպանը։ Բազմաթիվ են նաև շինարարական աղմուկի հետ կապված խնդիրները, օրինակ մենք դիմում բողոքներ ենք ունեցել նույնիսկ հանգստյան օրերին, օրինակ շաբաթ կամ կիրակի օրը առավոտյան ժամը 7:45-ից սկսած շատ լուրջ շինարարական աշխատանքներ կատարելու, որը խաթարել է պարզապես քաղաքացիների անդորը։ Մեր երկրի առողջապահության պատասխանատուի համոզմամբ էլ շատ դեպքերում աղմուկի հետ կապված մեզանում արկա ոչ պատշաճ վարքագիծը դժվարացնում է դրա նկատմամբ կոնկրետ վարչարարություն իրականացնելը։ Նման լսումները օգնում են, ինչպես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտադրել, նախ մեր քաղաքացիների եւ հանրությանը տեղեկացնել, թե ինչպիսի ազդեցություն ունի աղմուկը մարդու օրգանիզմի վրա, առողջության վրա, նրա հոգեկան անդորի վրա եւ կենսագործունեության վրա։ Նախարարը նշեց, որ 2024 թվականին հանրային առողջության մասով օրենսդրությունն ամբողջությամբ վերանայվել է, որտեղ նաև կարգավորումներ են ներառվել աղմուկի վերաբերյալ ու ընդգծեց, որ այժմ կարիք կա կոնկրետ ենթաօրենսդրական ակտերով կարգավորելու տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգենիկ նորմերը, թույլատրելի շեմերը եւ չափորոշիչները։ Միայն ոստիկանությունում լրության կանոնները խախտելու դեպքերով 2024 թվականին ստացվել է 1044 բողոք։ Մի քանի ժամ տևած լսումներն ընթացավ հարցու պատասխանի ձևաչափով։ Առանցքում աղմուկի դեմ իրականացվող պայքարի ծրագրերն էին, դրանց արդյունավետությունն ու այդ համատեքստում պետական քաղաքականությունը։ Հյուսիս-հարավ ծրագրի ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կիլոմետրանոց ճանապարհահատվածը գրեթե պատրաստ է։ Թեև ձմռանն էլ որոշ տեղամասերում տեխնիկան աշխատել է, բայց օրերը տաքանալուն պես շինաշխատանքները վերսկսվել են լայն թափով։ Ընդհանուր շինարարությանը մնացել են փոքրաթիվ աշխատանքներ, ընթացքի մեջ են ճանապարհային կահավորանքի մասնավորապես արգելափակոցների տեղադրման եւ ջրահեռացման աշխատանքները։ Երկշերտ ասֆալտն արդեն փրված է ճանապարհը շահագործման հանձնելուց առաջ վերջին երրորդ մաշման շերտը կտեղադրեն, գործը կամփոփեն։ Նախորդ տարեվերջին ավարտվել մեքենաների երթևեկի համար բացել են ոսկեբազի հատվածի 36 մետր երկարությամբ ու 4.5 մետր բարձրությամբ կամուրջը։ Նախագծով նախատեսված էր կառուցվել 31 արհեստական կառուցվածք, որոնք ամբողջությամբ կառուցված են։ Եվ սա խոշորագույն հանգույցն է այս հատվածում, սրանից բացի ունենք թվով նաև 2 վերգետնյա անցումներ։ 4 կամուրջ, գյուղտեխնիկայի 6 անցում, 9 փոխատում էլ երկրորդ տրանշի 34 կիլոմետրանոց հատվածում են։ Աշխատանքների ընթացքում էլ կապի մեջ ենք համայնքների ղեկավարների ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Անհրաժեշտության դեպքում փորձում ենք լուծել տեղում ծագած խնդիրները։ Նախքան ճանապարհաշինական աշխատանքները տեղի համայնքների հետ քննարկումներ են իրականացվել։ Նրանց հետ համաձայնեցվել են գյուղտեխնիկա եւ անասնանցումների տեղադիրքերը, որպեսզի տեղի բնակիչների համար առավելագույնս հարմար լինեն։ Աշտարակ-Թալին 34 կիլոմետրի շինաշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ավարտին եւ արդեն տարեվերջին նորակառույց ճանապարհից մոտ 10 կիլոմետր հատված բացվել է երթևեկության համար, իսկ 2024 թվականին երթևեկությունը գրեթե ամբողջությամբ գործող M1 երթուղուց տեղափոխվել է նորակառույց ճանապարհի ձախակողմյան հատված, հնարավորություն տալով խուսափել մի շարք ոլորաններից եւ էապես բարելավել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։ Հիմնական ճանապարհից բացի մոտ 12 կիլոմետր դաշտամիջյան ճանապարհների կառուցման կամ վերակառուցման աշխատանքներ էլ նախատեսված են։ Երբեմն խնդիրների ենք բախվում, ինչպես օրինակ հեռահաղորդակցության չքարտեզագրված կապուղիները, որոնց հայտնաբերում ենք հանույթ իրականացնելիս։ Անկանխատեսելի հարցերը միշտ էլ շինարարության համար խնդիր են առաջացնում։ Միակ դրական անկանխատեսելի բանը այս տարվա լավ եղանակն է։ Այսպիսով կամբողջանա աշտարակից մինչև Թալին ընդհանուր 42 կիլոմետրանոց ծրագիրը, ֆինանսավորումը Ասիական զարգացման բանկից է ու կառավարությունից։ Ճանապարհատվածի կառուցմամբ մենք կունենանք 4 երթևեկելի գոտիով 100 կիլոմետր հաշվարկային արագությամբ առաջին տեխնիկական կարգի ճանապարհ։ Զգալիորեն կնվազի Երևան-Գյումրի ճանապարհի վրա ծախսող ժամանակահատվածը։ 8 կիլոմետրանոց ճանապարհատվածի շինարարական աշխատանքների բյուջեն 21 միլիոն դոլար է, 76 միլիոն դոլար է կազմում 34 կիլոմետրանոցի շինարարության բյուջեն։
Վաշինգտոնը եւ Կիևը քննարկում են ուկրաինական էլեկտրակայանների շահագործումն ամերիկյան ընկերություններին հանձնելու հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահը նախարարների կաբինետի հետ հանդիպմանը։ Դոնալդ Թրամփը նաեւ ակնկալում է, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան կստորագրեն օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։ Նրա խոսքով այժմ ռուս-ուկրաինական կարգավորման օրակարգում են նաեւ տարածքների հարցը, հնարավոր սահմանազատումը, էներգետիկ անվտանգությունը։ Սպիտակ տան ղեկավարը կրկնել է, հակամարտությունը պետք է դադարեցվի։ Թրամփը բողոքել է, որ Միացյալ Նահանգներն արդեն չափից շատ է ծախսել Ուկրաինայում պատերազմի վրա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ռուսական եւ ուկրաինական թիմերի հետ։ Նա հույս է հայտնել, որ դրանց արդյունքներով հնարավոր կլինի առաջընթաց գրանցել։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Սաուդյան Արաբիայում ամերիկյան թիմի հետ քննարկումներում ռուսական պատվիրակության անդամ Գրիգորի Կարասինը մանրամասներ է հայտնել 3 տեղի ունեցած բանակցություններից, որոնք տևել են շուրջ 12 ժամ։ Նրա խոսքով շփումը եղել է հետաքրքիր եւ բարդ, բայց կառուցողական։ Ուկրաինայի հարցով մեր դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, բայց կողմերը տարբերակներ կգտնեն։ Նման հնարավորություն է ի հայտ եկել։ Մոսկվան ու Վաշինգտոնը հասկանում են, որ պետք է գործակցեն ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերի շուրջ, ասել է Կարասինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կշարունակվեն, դրանց կներգրավվեն ՄԱԿ-ը եւ առանձին երկրներ։ Էր-Ռիադում ռուս-ուկրաինական կարգավորման հարցով քննարկումները մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա տեղեկացրել է, որ Մոսկվայի թիմի հետ հանդիպումից հետո ամերիկյան կողմը կրկին հանդիպել է Կիևի պատվիրակության հետ։ Սպասում եմ զեկույցի, անհրաժեշտ է շարժվել դեպի իրական խաղաղություն, երաշխավորված անվտանգություն։ Դա պետք է բոլորին՝ Ուկրաինային, Եվրոպային, Ամերիկային եւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեսնել կայունություն միջազգային հարաբերություններում, նշել է նախագահը։ Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել, որ չնայած հրադադարի մասին խոսակցություններին ռուսական ուժերը 3 շարունակել են հարվածներն Ուկրաինայի տարածքին։ Մասնավորապես Սումիում կան տասնյակ տուժածներ, այդ թվում երեխաներ։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում ցույցերը շարունակվել են։ Ոստիկանների եւ ցուցարարների միջև բախումներ են եղել, արցունքաբեր գազ, մահակներ եւ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Կան վիրավորներ, հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Նրանց թիվը ըստ պաշտոնական տվյալի հասնում է 1200-ի։ Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Քաղաքական գործիչը սակայն հերքում է բոլոր մեղադրանքները։ Ընդդիմության համոզմամբ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Ցույցերի ֆոնին Էրդողանը մեղադրել է ընդդիմությանը երկրում քաոսային իրավիճակ ստեղծելու եւ Թուրքիայի տնտեսությանը հարվածելու համար։ Գերմանիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Իմամօղլուի եւ ընդդիմադիր այլ պաշտոնյաների կալանավորմանը, նշել դա լուրջ հարված է Թուրքիայում ժողովրդավարությանը։ Գերատեսչությունը հույս է հայտնել, որ դատաքննությունը կիրականացվի օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան։ ԱԳՆ-ից նաև նշել են, օրենքի գերակայությանը հավատարմությունը Թուրքիայի հետ հարաբերությունների առանցքային տարրն է, ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիություն-Անկարա հարաբերությունների համատեքստում։ Եթե այս վիրահատությունը չկատարվեր կամ բարեհաջող չանցներ, Հայկը կարող էր մինչև անգամ աչքը կորցնել։ Չէի դիմանում տվյալ ցավերին, քանի որ գլխիս, աչքիս չէի կարողանում կպնել, նաև չէի կարողանում քնել։ Հիմա արդեն դեմքի ռեկոնստրուկտիվ կրկնակի վիրահատությունից հետո բժիշկ Նորայրը գոհունակությամբ է զննում բուժարուին, հարցեր տալիս։ Վերջին 2 բացառիկ ծանր վիրահատություններից հետո բարդություններն անցյալում են։ Բարդ էր, բայց ոչ մեր բժիշկի համար, այս կողմինը շատ լավ է։ Հա, դե առաջ դե ավելի փակ էր էլի։ Այս հատվածում 2 կետով ու մաշկի գունա քրոնիկ բորբոքման երևույթներ էր, թևից վերցրած փոխպատասխանած մաշկ էր տեղադրած։ Քանի որ ինքը վիրավորումից հետո ստեղ չուներ մաշկ։ 44-օրյա պատերազմի ժամանակ ստացած վիրավորումից հետո Հայկը 15 տարբեր վիրահատություններ տարել, այդ թվում դեմքի շրջանում։ Թե կատի հետազոտության հիման վրա, թե շոշափելով արդեն հայտ էր գալի, ակնհայտ երևում էր, որ աչքի դրսային անկյան շրջանում առկա է ստանդարտ տիտանի թիթեղի թափածակում հարակից մաշկը գունափոխած ու քրոնիկ բորբոքային երևույթներ։ Նախկինում կատարված վիրահատությունից հետո Հայկի դեմքի ամբողջականությունը սկսել էր խախտվել, մետաղական թիթեղը, որ դրվել էր աչքը պահելու համար, որովհետև ոսկոր չուներ, սկսել էր մաշկի տակից դուրս գալ, բորբոքային պրոցեսներ առաջացնել։ Թանցը համ չափերից մեծ է եղել, համ ծուռ է եղել,
մաշկս բացվում էր, օսկոր չեմ ունեցել, դեմքիս հատվածում, աչքիս այս հատվածում ցանցն է տեղադրվել։ Ոչ միայն դեմքի ամբողջականությունն էր սկսել խախտվել, այլև լուրջ վտանգներ էին սպառնում։ Հաշվի առնելով հարազենային վիրավորման առանձնահատկությունը ու դրանից բխող սպիրական դեֆորմացիաները, նախկինում կատարած մի քանի վիրահատությունները, աչքի շուրջ մաշկային տրանսպլանտացիաները, այսինքն անընդհատ վերքային մակերի սպիրական փոփոխությունը կարող է բերել ռիսկեր տվյալ մետաղական կոնստրուկցիայի բացվելու։ Պրոֆեսորների մոտ եղել եմ դիմացանոթային, որ ինձ օգնություն ցուցաբերեն, այդ ցավերը հասկանանք ինչից է, ոչ մեկ չի կարողացել։ Ես տոմսը առել էի, որ պետքա գնայի Մոսկվա Դավիթ Նազարյանի մոտ։ Այստեղ նկարել էի դիսմիս, փաստաթղթերը սաղ վեկարել էի, ինչ վիրահատություն որ տեղի ունեցել էր։ Ծանոթներից մեկը զանգահարել ու բժիշկ Նորայրին էր խորհուրդ տվել։ Հələ ճաղայնացած էի, չէ ուզե вообще իշտայ։ Սիմա ադամ սեկանու ազգամ տեսնի մի ամոդ եղել եմ, թե չէ արդեն ճաղայնանաս կա։ Նոր 3D-ով հավաքել են, Նորայրը կանչել է, տոմսս հետ եմ տվել, Նորայրը ասել է, որ ես քո վիրահատությունը անելու եմ, իդեալական է լինելու։ Առջևում Հայկի երկու բարդ վիրահատություններն էին, 3 դեռ ռեկոնստրուկտիվ միջամտությունները, որոնցից մեկը կատարվել էր Ավագյան բուժ կենտրոնում, երբ դեռ զինվորի տունը վիրահատարան չուներ, երկրորդը արդեն զինվորի տանը։ Պատերազմի ժամանակ եւ դրանից հետո բարդագույն վիրավորումներ տեսած, բարդագույն դեպքերի հետ առնչված բժիշկը նույնիսկ սա բացառիկ դեպք է համարում։ Մենք ունեինք փորձ 3 դեռ ռեկոնստրուկցիա կատարելու, բայց Հայկի բարդությամբ նախքան Հայկի վիրահատելը ոնց որ այդպիսի բարդությամբ ինքը եղել է որպես այդպիսին իմ համար առաջինը։ Բարդությունները հաղթահարված են, վտանգը անցյալում։ Մի մեծ թիմ է այս ամենի համար պայքարել բժիշկ Նորայրի հետ։ Վիրահատությունը սանցել է նորին շատ լավ ու շատ գերազանց, հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում։ Տեսարժան վայրերը, փողոցները, բարբառը, նույնիսկ տաքսիների արժեքն են բլոգերների կապանի մասին պատմող տեսանյութերի թեման։ Նայ, տեմպերատուրը նայա, որ ասենք ինքը մի քիչ բան է, էլի, նենց ուշ է հասկանում, ուշ է ընկալում, մի քիչ կարող է սխալ եմ բացատրում, հա, էլի, ավելի շատ հանգիստ, հա, դինջոր։ Դավիթ Հովհաննիսյանը տեղեկատվական հաղորդակցությունների տեխնոլոգիաների միությունից է։ Սյունիքի մարզկենտրոնը նրա ծննդավայրն է, որի գրավչությունն աշխարհին ցույց տալու համար էլ նախաձեռնել է թվային կապան նախագիծը։ Մենք ունենք Խոստուկ, մենք ունենք Վահանավանք, մենք ունենք Դկավարտի եկեղեցի, մենք ունենք Հալիձոր, շատ հետաքրքիր տեղեր, շատ հետաքրքիր հնարավորություններ կարող է բացել Կապանը, բայց մեծ մասը գիտի, թե ուղղակի հանքարդյունաբերական քաղաք է։ Ինչ քայլեր ենք մտածում։ Welcome to Կապան, վիդեոների շարք, որտեղ կներկայացվի Կապանը տարբեր ուղղություններով, որպես մշակութային քաղաք, որպես հանքարդյունաբերական քաղաք, որպես քաղաք լավ բիզնես միջավայրով, որպես կրթական քաղաք։ Կապանը առաջին փորձն է եւ մենք մտածում ենք, որ Կապանի լավ օրինակի հիման վրա մյուս քաղաքներում նույնպես կարող ենք կազմակերպել նման միջոցառումներ եւ նման նախաձեռնություններ։ Բլոգերներ, լուսանկարիչներ, զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նույնիսկ հաշվապահներ։ Այս հավաքից հետո նրանք ավելի լավ կճանաչեն իրար ու կհասկանան, թե ինչպես կարող են օգտակար լինել միմյանց։ Որոշների հետ աշխատել եմ, ովքեր հիմա ներկա են գտնվում, բայց այսպես խոշոր մասշտաբով չէ, ու շատ ուրախ եմ, որ առաջի անգամ կայանում է այսպիսի նախագիծ, ու հուսով եմ, որ ամբողջ աշխարհը կճանաչի Կապանը, ու մենք բլոգերներս եւ ոչ միայն բլոգերները, ովքեր որ այստեղ են, կկարողանանք ամբողջ աշխարհին ցույց տալ Կապանը, որ այստեղ կյանք կա, այստեղ ակտիվ է ամեն ինչ, ու որ սա գյուղ չի, այլ մեծ քաղաք է։ Լրագրող հեռուստահաղորդավար Լաուրա Հակոբյան նորվա բանախոսներից է։ Մայրաքաղաքից Կապան հարս եկած ակտիվ աղջիկն իր բլոգում պատմում է նոր բնակավայրի մասին ամեն ինչ։ Ասում է սեփական փորձով է համոզվել, որ Սյունիքը հետաքրքիր է շատերին ու ոչ միայն հայերին։ Այս տեսակ հանդիպումների կարևորությունը նաև նրանում է, որ մարդիկ ովքեր արդեն ինչ-որ բան սովորել են, այսպես ասած, իհարկե կարևորը շարունակական կրթությունը, բայց արդեն ինչ-որ բան սովորել են, փոխանակվեն իրենց փորձով, հասկանան, թե որտեղ կան այդ բացերը, ուր կարող են ուղղել իրենց գիտելիքը եւ ինչպես կարողանան օգնել նրանց, ովքեր ունեն այդ գիտելիքի կարիքը։ Դա կարող է լինել թե անվճար կրթություն տրամադրելու միջոցով, թե հարթակներ տալու միջոցով, որտեղ հնարավոր կլինի այդ կրթությունը ստանալ։ Այսօր համացանցը տալիս է մեզ այդ հնարավորությունը on-line կրթվելու, տեղում կրթվելու, այնպես որ այս տեսակ հանդիպումները շատ կարևոր են, որ մենք հասկանանք, որ մեկս ինչ կարող ենք տալ համայնքին։
Թվային կապան նախաձեռնության առաջին խոշոր քայլերից մեկը այստեղ մատուցվող ծառայությունները, հանգստավայրերը, զբոսաշրջային արահետներն ու հետաքրքիր վայրերը մեկտեղող թվային քարտեզի ստեղծումն է։ Տեղացի երիտասարդների բոլոր առաջարկները քննարկվեցին, կլինեն նաև բազմաթիվ համագործակցություններ։ Մասնակիցները կհանդիպեն հաջորդ ամիս։ Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս մարտի 4-ին։ Լճաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ այդ օրը ժամը 8:30-ից մինչև 13:30, երբ իրենք բացակայել են բնակարանից, տեխնիկական միջոց կիրառելով բացել են հետնամասի Եվրոպատուհանը եւ ննջասենյակից գողացել ոսկյա 14 զարդ ու 117,000 դրամ։ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել է Երևանում հաշվառված, բայց հենց Լճաշեն գյուղում բնակվող 28-ամյա մի երիտասարդ։ Պարզվեց նաև, որ նա ոսկյա զարդերն իրացրել է Կոտայքի մարզի Առնջ գյուղի վարչական տարածքում գտնվող առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում։ Մարտի 13-ին երիտասարդը ներկայացվել է քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։ Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Կրակելու հմտություններն են կատարելագործում պարեկային ծառայության կենտրոնական վարչակազմի ծառայողները։ Պարեկային ծառայությունում ընթանում են պարեկային ծառայողների կրակային պատրաստության դասընթացներ։ Դասընթացից առաջ բժիշկը պարտադիր հետաքրքրվում է պարեկային ծառայողի առողջական վիճակով ու հետո միայն սկսվում է պարապմունքը։ Առաջիկայում նախատեսվում է փուլ առ փուլ պարապմունքներ անցկացնել պարեկային ծառայության ողջ անձնակազմի հետ։ Պարբերաբար իրականացնում են կրակային պատրաստության դասընթացներ ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման համար։ Կրակային պարապմունքին զուգահեռ շարային հրապարակում էլեկտրոմոբիլների ուսուցում դասընթացներ։ Պարեկային ծառայությունը համալրվել է էլեկտրոմոբիլներով, ուսուցման շրջանակներում պարեկային ծառայողները զարգացնում են իրենց հմտությունները առաջիկայում էլեկտրոմոբիլներով ծառայություն իրականացնելու համար։ Դասընթացի ավարտին ծառայողները ստանում են համապատասխան գնահատականներ։ Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների տրամաբանության շրջանակում պարեկային ծառայությունը վերազինվում է նյութատեխնիկական եւ տրանսպորտային նոր միջոցներով, իսկ պարեկները շարունակաբար կատարելագործում են գիտելիքներն ու հմտությունները։